Արցախյան բոլոր սրբազան պատերազմներում քաջազուն հայ մարտիկը պայքար է մղել վասն հայրենյաց, հողի ու ջրի, օջախների ու ազգի գոյատևման։ Երիտասարդ բազում երազանքներով լեցուն տղաները ելան մարտի, շատերն ընկան քաջի մահով, ինչպես ոստիկանության լեյտենանտ Տիգրան Արթուրի Պետրոսյանը։ Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 28-ին Ստեփանակերտում։ Սովորել է Ստեփանակերտի ակադեմիկոս Սախարովի անվան համար 8 դպրոցում։ 2015 թվականին զորակոչվել է պաշտպանության բանակ և պարտադիր զինվորական ծառայությունն անցել ջրականի զորամասում։ 2020 թվականի հունիսին ծառայության է անցել Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում որպես օպեր-լիազոր լեյտենանտի կոչումով։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանը համահավաք գումարտակի կազմում իր ծառայակից ընկերների հետ թեժ կրակակետերում էր։ Հոկտեմբերի 15-ին նրանց ջոկատը տեղափոխվում է Հադրութի հատված, Թութակ կոչվող տեղամաս, որտեղ թեժ մարտեր էին ընթանում։ Նույն օրը թշնամին թիրախավորում է նրանց գտնվելու վայրը և օդային հարված հասցնում։ Զոհվում է Տիգրանը ծառայակից ընկերներին օգնության շտապելիս։ Նրա հետ զոհվում են նրա 3 ծառայակիցները։ Տիգրան Պետրոսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում։ Տիգրան Պետրոսյանը դպրոցում համեստ և պարկեշտ աշակերտ էր, շատ էր սիրում սպորտը, հատկապես ֆուտբոլը։ Ֆուտբոլ մարզաձևից մասնակցել է մրցումների և մրցանակային տեղեր զբաղեցրել, արժանանալով մեդալների։ Համալսարանում սովորելու տարիներին ևս վայելում էր շրջապատի հարգանքը։ Այդ են փաստում նրա ուսուցիչները և դասախոսները։ 5-րդ դասարանում, որտեղ սովորում էր Տիգրանը, սովորում էին 33 աշակերտ։ Բոլորն էլ աշխույժ, չարաճճի, առանց պատերազմի արհավիրքները զգալու, ապրում էին իրենց մանկությունը։ Ու այդ դասարանը աչքի էր ընկնում թե կազմակերպվածությամբ և թե աշխուժությամբ ու ուսման դասերի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, հատուկ սիրով։ Սիրում էր իր ընկերներին, աչքի էր ընկնում ընկերասիրությամբ, անչափ դաստիարակված էր, դպրոց է գալիս միշտ ժամանակին, կոկիկ հագված։ Չարությունները նրա եղել են մանկական, դասերին պատրաստ էր լինում, ուսուցիչների նկատմամբ միշտ հարգանքով էր լցված լինում ու միշտ էլ ժպիտը երեսին։ Ժպտադեմ Տիգրանը։ Այցելել է մեր հանրապետական ստադիոն, մրցել էր մեր մանկապատանեկան թիմի մեջ։ Կարող եմ հիշել 8 տարեկանից արդեն մասնակցում էր մեր պարապմունքների մարզումներին, պարապում էր, խաղում էր թիմում իրենից 2 տարով բարձր տարիքով երեխաների հետ։ Որպես ֆուտբոլիստ կարող եմ նշել նրա բնական ու բնածին տաղանդաշատ որպես երեխա։ Я Петросяну Тиграну преподавала физику. Это был жизнерадостный мальчик, на лице у которого всегда была улыбка. И когда он заходил в класс, как будто бы выглядывало солнышко. Если даже он не был подготовлен к уроку, я не могла ему поставить отрицательную оценку, потому что он выходил, и вдруг, например, про законы Ньютона он не говорил, но он говорил, что я могу рассказать вам про Ньютона. Это был воспитанный, очень деликатный джентльмен. И когда на последнем звонке девочки выбирали, с кем они будут танцевать вальс, почему-то все изъявили желание, что они будут танцевать с Тиграном. Но он не смог, вы знаете, выбрать какую-то из девушек. Он сказал, что Ирина Гранд, давайте я вальс танцую с вами, чтобы никто не обижался. Вот этот случай я всегда помню. И о нем можно говорить только как о положительной личности. Очень хороший, очень красивый мальчик, наверное, которому место было наверху, не на земле. Մասնակցելով Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի առաջին մանկապատանեկան մրցաշարին, նա իրեն դրսևորեց լավագույն կողմերով։ Նա լինելով ամենափոքր թիմում, կայանում էր թիմի ռմբարկում։
թե տեխնիկապես զարգացած, թե ինչպես ասում են երկրորդ հարկում գլխով ավելի շատ գոլեր էր խփել։ Տիգրան Պետրոսյանը ուներ թիմում մեծ հարգանքի համբավ, նա իրեն դրսևորում էր յուրաքանչյուր լավագույն ձևով։ 14 տարեկանում մենք արդեն լինելով ռմբարկու հրավերներ էր ստացել այն ժամանակվա Երևանի բանանց թիմից, Փյունիկ թիմից, անգամ Իսրայել պետությունից հրավեր կար։ Ուրույն նպատակ ուներ խաղալ մեր ֆուտբոլային ակումբում մեր դրոշի ներքո։ Մի հիշողություն էլ ունեմ Տիգրանի հետ կապված ֆուտբոլային մրցումների մենք Աբովյանում էինք։ Ուրեմն մեծերի, ընդհանուր մեծերի հետ ենք խաղում։ Հայաստանին թողեցի Տիգրանին, որտեղ փոքր էր, մի քիչ վախենում ենք դնենք մեծերի հետ, 3-4 տարի մեծերի հետ։ Եվ ես հիշում եմ, ասում ենք արդեն 15 րոպեից հետո տեսնում Տիգրան լացում է։ Ինքան եմ հուզվել եւ ես փոխարինման դուրս բերեցի Տիգրանին 0-0 դեպքում ինքը մտավ փոքր գոլ խփեց 1-0 կրեցի։ Սիրելի սաղ, общаться մարդկանցների ծավալը, հանգերությունը, ֆուտբոլն ասիլ շատ։ Տիգրանը պատարվավ շորից դերին կստամոքզույցանում խոսե բացատրի ստատիստիկի պիտի։ Տիգրանի հետ անցել ենք երկար ճանապարհ, ուսանողական տարիներ եւ ընդհանուր ընկերություն եք արել միասին, մի շփումը եղել է, նույնիսկ երբ ես որպես քննիչ աշխատում էի Հադրութում, ես Հադրութից եմ, այդտեղի բնակիչ եմ, իսկ ինքն բնակվել է եւ աշխատել է Ստեփանակերտում, միշտ մեր շփումը եղել է, միշտ իրար հետ խոսացել ենք։ Տիգրանը որպես ընկեր, որպես անձ կարող եմ ասել, որ ընկերասեր, հայրենասեր, միշտ կողքին կանգնած, վստահելի անձ էր։ Նա ընդունվեց մեզ մոտ համալսարան իրավագիտություն կրթական ծրագրով։ Տիգրանի պահվածքը բավականին հավասարակշիռ էր պատշաճ։ Երբևիցե ոչ մի ավելորդություն նրա մոտ չենք նկատել։ Ոչ մի, ասենք, ոչ գեղեցիկ որևէ պահվածք։ Հավասարակշռված երիտասարդ էր, բավականին շփվող, մարդամոտ եւ թողնում էր հաճելի տպավորություն։ Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում եւս փայլել է իր կոկիկ պահվածքով եւ կարգապահությամբ։ Ծառայության մեջ էր ապրիլյան քարորիայի ժամանակ եւ ակտիվ մասնակցություն է ունեցել։ Ծառայությունը ասում է նորմալ, սա նորմալ է հիմիկվադրությամբ։ Կարելի է ասենց ասած կարակոս չկա ընդհանրապես, հեսա առավոտից մենք հանգիստնենք մեր համար, պատրաստվում ենք էլի կարա լուբոյ վատ խոսքի նորից հրաման տան, նորից կարակենք, բայց դե կարամ ասեմ, որ հիմիկվադրությամբ սա նորմալ է, հենց վտանգավոր բան չկա, էլի։ Հենց տոկայի չեմ ասում, ես եմ ինքնա թե ով է, բայց ընդհանուր դիվիզիոնով լավ վնաս ենք տվել իրանց։ Այդպես ժամը 3-ից դեպի մինչև 6 էլի, այդ 3 ժամանակահատվածում երահագին վնաս ենք տվել իրանց։ Կամերայով կտենամ, որ հենց սա նորմալ է, բարի դեմ ջեպիտ։ Սո լավ է տրամադրություն է տա կարևոր։ Մեր համար ենք կրում, ժողովրդի համար ենք կրում, վերջը հայերենի հողի համար ենք էլի կրում։ Պետք է կարևենք էլի այդ պատահորություն, ախր թասիբել կա էլի։ Սա արդեն քանակը չէ, ես հաղեսա գիտենք, որ իրանք շատ են, բայց դե հո քանակը չի։ Ծառայությունից հետո շարունակել է համալսարանական ուսումը, այնուհետև աշխատանքի անցել Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում որպես օպերլիազոր լեյտենանտի կոչումով։ Տիգրան Պետրոսյանին ճանաչում եք 2020 թվականի օգոստոս ամսից, ինքը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է տեղանալ այդ աշխատանքին, ղեկավարության բոլոր ցուցումների ճիշտ եւ ժամանակին կատարում է, ինքը այնքան մարդամոտ է, այնքան է շփվում, շատ կարճ ժամանակահատվածում համարյա բոլոր աշխատակիցների հետ արդեն ազատ շփումը կար, այն ազատ շփումը ուներ ինքը։ Բնավորությամբ ինքը աշխուժ էր, ծիծաղ կոդ, իր տրամադրությունը միշտ բարձր էր լինում։ Իրենի մտավորցի դեռ հասանել է շատ կարճ ժամանակը մի շատ է դեպեն այդեք բերալ վադանի մոդելիսը
Лухачина чинеся, коза джай хухану, нематас, ասում գենիալ տղա, ասում այս տարնելու։ Ինքը սիրելա ինտելիգենցիա, սիրելա կոստյում գենա, շատ ակուրատնի կուլտուր է։ Այդ կուլտուրան նրա մեջին շատ է։ Շատ գարագել, շատ աշխատասեր, շատ կարճ ժամանակահատվածում յուրացրեց վարչության աշխատանքը, որը պիտի ստանձներ ի պաշտոնե արդեն, շատ աշխատասեր էր։ Ուսումնասիրեց բոլոր օրենքները, բոլոր որոշումները, բոլոր կարգերը եւ միանգամից լծվեց աշխատանքի իր պարտականությունների կատարմանը։ 44-օրյա պատերազմի ընթացքում ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանը համահավաք գումարտակի կազմում սկզբից եղել է Թալիշում, Մատաղիսում եւ Մարտակերտում, այնուհետեւ Հադրութի հատվածում։ Առավոտյան բոլորով հավաքվեցինք, որ սպասում էինք մեր առջև դրված խնդիրների իրականացման։ Շատ հաճախ տարբեր ուղղություններով մեկնում էինք տարբեր ստորաբաժանումների հետ, մեկնում էինք Մարտի դաշտ։ Տիգրանի հետ երկու անգամ է, որ մի ուղղությունում բախտ է վիճակվել լինել միասին, ոչ միշտ էինք մեր լրիվությամբ կազմով միասին լինում, տարբեր ուղղություններում, տարբեր աշխատակիցների հետ էինք, քաղաքացիական անձանց հետ էինք, բանակի ազնագազմի հետ էինք։ Երկու անգամ էր, որ այդ ուղղություններում հանդիպել ենք Տիգրանին։ Խիզախ էր, չէր վախենում, տարբեր ուղղություններով գնալուց, հետ գալուց հետո ամենս թե հանակով, թե զրույցի ժամանակ ամենքս մի բան ասում էինք, ինքը իր վրա վստահ էր, չէր վախենում, նիհար էր ու բարձրահասակ էր, ճկուն էր, միշտ ասում էր ինձ ավտոմատով կրլան չընդխին, ինձ վեր թխին, բեսպիլոտնիկով ընդխլան, ամեն ուղղությունով գնալուց էլ երբևիցե չէր ընկճվում, առիթներ չէր փնտրում չգնալու համար, այլ ընդհակառակը ավելի շուտ պատրաստվում էր, ավելի շուտ շարք կաղնում, մեկնում դեպի Մարտի դաշտ։ Երբ սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմը, ես գտնվում էի այդ ժամանակ Հադրութում, այնտեղ էի բնակում եւ աշխատում, եւ առաջին իսկ օրերին Տիգրանի հետ կապ եմ հաստատել եւ իրար հետ խոսացել ենք ընդհանուր ստեղծած իրավիճակից, մտքեր ենք փոխանակել։ Պատերազմը օրերին ես իրան շատ խայգ եմ տեսալ, ես իրան տեսալ չեմ նե։ Ես իրան հետ խոսալամ ամսի 28-ին տելեֆոն խոսալ։ Ասալ սպասեկամ միասին, işte պետք է քինելով կամ սպասեք անչին ասма ինքդ այդ խոսն ասալ։ Ասма, yani համուչ ասма ասեն ծմի տղան սպասալա Փարիզ կավանկանչել։ 20 թվականի սեպտեմբերի 27-ին արդեն երբ սկսում է պատերազմական գործողությունները, մենք մեր վարչության կազմով ընդգրկված էինք համահավաք գումարտակար, այդ գումարտակի կազմում էինք եւ հենց ինքներ նույնպես ընդգրկված այդ համահավաք գումարտակում։ Ինքը առանց մի րոպե մտածելու այդ ինչ առաջադրանք այդ գումարտակի ինքը որ գումարտակի որ վաշտում որ վաշտի կազմում կար, այդ առաջադրանքը ծառայեկից ընկերների հետ կատարվում էր բարձր մակարդակով եւ հենց արդեն առաջին օր իրանց վաշտը տեղափոխում է ակնայից ներքև տեղամաս կա, այդ տեղամաս առաջադրանք կատարվում, իրանք այդ բարձր մակարդակով այդ առաջադրանքը կատարում են, ինքերակարգ շրջապատում բոլորը ընդունում են որպես աշխույժ, խիզախ, ընկերասեր, հայրենասեր։ Կարծես իր ներկայությունը բոլորի տրամադրությունը իր ներկայությամբ բարձրանում էր։ Ինքը այդ հատկությունը, տեղունակությունը չգիտեմ, իրա մոտ կար։ Ինքը որ ներկա էր ինչ-որ միջոցառման կամ ինչ-որ միտեղ միշտ այդ տեղը մթնոլորտը միշտ աշխույժ էր։ Անձամբ ես այդ շատ կարճ ժամանակահատվածում հասցրել ենք կարելի ասել ընկերանալ, ցավոն նշում որ մենք գործել ենք մի շատ լավ հայրենասեր, շատ լավ ընկեր։ Հոկտեմբերի 15-ին Հադրութի Թութակ կոչվող տեղամասում կտրվեց Քաջարի ոստիկանի կյանքի թելը։ Հենց այդ տեղանքին թշնամին օդային հարված է հասցնում գումարտակի տղաների ուղղությամբ։ Տիգրանը շտապում է օգնել իր ծառայեկիցներին, սակայն այդ պահին թշնամին երկրորդ օդային հարվածն է հասցնում տեղանքին, որտեղ զոհվում է Տիգրանը համածառայեկից 3 ընկերների հետ։ Տիգրանի եւ մյուս տղաների դիակները հանել են նույն օրը։ Ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի մարմինը հողին է հանձնվել հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում։ Հոկտեմբերի 15-ին հերթական անգամ, որ պիտի արդեն տեղափոխվեինք Հադրութ, նշված ժամանակահատվածում բոլորս էլ տեղյակ էինք, որ
կոնկրետ հադրութի մատույցներում ինչպիսի կատաղի մարտեր են ընթանում։ Մեր համակարգից մեծամասնությունը գտնվում էր հադրութի մատույցներում, մենք պիտի գնայինք նրանց օգնության, մնացած այլ մասը, որ տարբեր ուղղություններից վերադարձել էինք քաղաք, իրենք առաջի խմբում էին՝ Տիգրանը, Հրայրը, Բենոն, Գարիկը, մեր վարչության վարորդ, իսկ մենք մնացածներս երկրորդ խմբում։ Իրանք պիտի մեկնեին այնտեղ, ելնելով իրավիճակից, այդքան շատ մարդ միանգամից վտանգավոր էր, որպեսզի միասին գնայինք, իրանք պիտի տեղավորվեին այնտեղ, նոր դրանից հետո երկրորդ խումբը միանար իրենց։ Իրանք տեղացնելուն պես պիտի ասեին, որ հետո մենք գնայինք։ Հիշում եմ այդ օրը առավոտյան նույնպես խնդիր կար, այդ խնդիրը կատարելուց հետո Տիգրանը մոտեցավ, ասեց, բա լսել եմ, որ ընկերներից մեկը զոհվել է, ընկերուհուս բարեկամը զոհվել է, չգիտեմ ինչ անեմ, ոնց գնամ ցավակցելու, բա տեղյակ ենք, որ պիտի հադրութ գնանք, ոնց անեմ, որ հասցնեմ։ Նա նշում էր դա ոչ թե գնալու, ցավակցելու, հադրութ չգնալու պատրվակով, այլ ուզում էր եւ նա հասցներ եւ գար, որպեսզի անմասն չմնա մեզնից, մեր հետ գար հադրութի մատույցները, մենք ոստիկանության շենքի բակում հարաժեշտ տվեցինք, չէինք պատկերացնում, որ դա կլներ մեր վերջին հանդիպումը, մեր վերջին հարաժեշտը, իր հետ միասին մեր հենց վարչության 3 տղաներն էլ զոհվեցին միասին։ Նրանք վերջինն էին, որ պիտի դիրքեր բարձրանային ավտոմեքենայի մոտ, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեր տղաները զոհվեցին։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Տիգրանը որպես հայ տղամարդ, որպես ընկեր, շատ տղամարդկային հատկություններով օժտված անձ էր, հայրենասեր էր, նույնիսկ հիշում եմ մի դրվագ, երբ նա ինձ ասել էր, որ հնարավորություն կա գնա արտերկիր բարեկամի մոտ այնտեղ ապրել, աշխատել, բայց նա չի ցանկացել, մնացել է Արցախում, աշխատանքի է անցել այստեղ, աշխատել է, ծառայել է իր ժողովրդին եւ վերջում է իր կյանքը չի խնայել հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ։ Այդպիսի մի նոր չկա Տիգրանի զոհվելուց հետո, որ գոնե 1 րոպե ես նրան չհիշեմ։ Ամեն օր ինքը իմ հետ է, ճիշտ է ֆիզիկապես չկա, մեզ հետ չի, բայց միշտ հոգեպես մեր հետ է, հաճախ եմ այցելում եղբայրական գերեզմանոց, նրա հետ, այսպես ասած, զորություն, միջև հիմա էլ չեմ ուզում ընդունել, չեմ հավատում, որ ինքը չկա։ Բարեր չեմ գտնում, միայն կասեմ, որ ընկերները անչափ շատ է նրան սիրել ու ինքն էլ ընկերներին, նա դասերին չարություն չի արել։ Կարծես թե զգացել է միշտ, որ ինքը պիտի լինի լավ աշակերտ, լինի կարգապահ, չեմ հավատում նույնիսկ, որ չկա այդ ժպտադիր երիտասարդ է։ Տիգրանն էլ այն երեխաների շարքին է, որոնց մանկությունը, պատանեկությունը մեր աչքի առաջ են անցել եւ որոնց կարողացել ենք սիրել, ինչպես մեր երեխայի։ Տիգրանի կորուստը դա մեր կորուստն է։ Տիգրանների կորուստը բոլորիս կորուստն է։ Սովորում էր նորմալ, ոչ գերազանց, բայց ինչպես ցույց տվեց կյանքը, կարևոր չէ լինել գերազանց։ Տիգրան Պետրոսյանը իրեն գերազանց դրսևորեց հայրենիքի համար գործունեության մեջ։ Իր կյանքը, ինչպես եւ բազմաթիվ հայ հաջորդիներ, նվիրելով Արցախի պաշտպանության գործին։ Նրան հիշում եմ որպես շփվող, մարդամոտ, հավասարակշիռ անձնավորություն, հաճախակեր դեկանատ գալիս տարբեր հարցերով, ընդհանուր առմամբ նա բավականին կենսուրախ էր, որպես երիտասարդ լի էր կյանքով։
Միայն կարող եմ ասել, որ Տիգրանի եւ բազմաթիվ այլ ընկերների, բազմաթիվ այլ որ տղաների կատարածը պետք է ներկա մեր սերնդի համար լինի ուղենիշ, ապրել, արարել, ստեղծել հենց այն օրինակով, որ ցույց են տվել այդ տղաները։ Պետք է խոնարհվել Տիգրան ծնած ծնողների առջև, պետք է խոնարհվել հայ մայրերի առջև, ինչպես Նժդեհը կասեր, մայրերի ափերի մեջ պետք է փնտրել երկրի ճակատագիրը։ Տիգրանը ընտանիքի կրտսեր որդին էր, հարսնացու ուներ, պատրաստվում էր նշանադրվել։ Տիգրանի ավագ եղբայրը Հարութը այժմ նույն վարչությունում եղբոր աշխատանքն է ստանձնել։ Հարութի որդին զոհված հորեղբոր անունն է կրում։ Տիգրանի հայրը Արթուր Պետրոսյանը զինվորական էր, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ծառայել է նաև կենտրոնական պաշտպանական շրջանում, այժմ Պահեստազորի սպա է եւ Լեռնային Արցախ ֆուտբոլային ակումբի անվտանգության եւ տեխնիկական գծով պատասխանատու։ Տիգրանի մայրը Տիկին Նոնան լուր է տանում հոգուցավը, որթեկուրույի ծնողներին ապրելու ուժ տվողը Թորնիկն է։ Արցախի հանրապետության ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատողները վարչության պետի գլխավորությամբ վառ են պահում իրենց զոհված աշխատակիցների հիշատակը։ Վարչության շենքի նախասրահում Տիգրանի եւ վարչության մյուս զոհված տղաների լուսանկարներով փառքի անկյուն է տեղադրվել, որտեղ աշխատողներն իրենց աշխատանքային օրը սկսում են լուսանկարների առջև խոնարհումով։ Հպարտություն ենք ապրում, որ ունեցել ենք մեր կողքին այդպիսի տղաներ եւ համածառայեկիցներ, ինչպես նաեւ որ պատերազմի ժամանակ մինչև վերջ կանգնել են, մինչև վերջ իրենց կյանքը չխնայելով իրենցից կախվածը կատարել են մեր հայրենիքի, մեր այսօրվա համար։ Փառքով իհարկե հիշում ենք մեր տղաներին եւ բոլոր այն նահատակներին, ովքեր Արցախյան շարժման համար իրենց կյանքը չեն խնայել։ Կառավանը կամաջիրն է անդերտի հրցնում։ Թերի փանալ լավն խոսորի ամասի, լավն նախսելիս։ Բայց իրանց կամաջիրները մի նկավի նասնական թվերի միասին մինջո կատամակա։ Դա դեպի լաչի մեն պիս պենասելի։ Հանգերին պատվացիչան էլ կյանքում։ Այդ ցիգարանը չնի վեր հանգերին թողելի։ Կռև չինի, սա մենս կարևոր է։ Ներս խոխեքը նորմալ ապրին։ Արցախի պետական համալսարանը Արցախյան ազգային ազատագրական պայքարում կատարել է գաղափարական դարբնոցի դերակատարություն, եղել է առաջամարտիկի դերում եւ պատահական չէ, որ մեր բազմաթիվ սաներ իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքին, որոնց մեջ մեր ֆակուլտետից, կոնկրետ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետից Տիգրան Պետրոսյան, Հրայր Դանիելյան, Էդգար Դոլուխանյան, Նարեկ Ասրյան եւ նաեւ ունենք բազմաթիվ շրջանավարտներ ֆակուլտետից։ Այս տղաների կատարածը մեզ պարտավորեցնում է ամենօրյա մեր աշխատանքով լինել իրենց պարտական, իրենց կատարածը այն աստիճան ծանրակշիռ է, նրանց անցած ուղին այն աստիճան պարտավորեցնող է, որ պարզապես մենք իրավունք չունենք այս հողը, նրանց արյամբ ներծծված հողը թողնելու։ Եվ միայն հայ մարդը պետք է մտածի այդ հողը ծաղկեցնելու մասին, այդ հողում շարունակաբար ապրելու մասին, ինչպես միշտ ապրել ենք։ Պարտավորված ենք զգում մնալ մեր Արցախում, շարունակել իրենց կիսատ թողած գործը, շենացնել ու միշտ պաշտպան կանգնել մեր հայրենիքին։ Տիգրանի սովորած Ստեփանակերտի Սախարովի անվան համար 8 դպրոցի զոհված շրջանավարտների լուսանկարներով հուշատախտակին նաև Տիգրան Պետրոսյանի լուսանկարն է ժպտադեմ հայացքով։
Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի հանրապետության ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերլիազոր ոստիկանության լեյտենանտ Տիգրան Արթուրի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով եւ արիության համար մեդալով։ Հերոսների կյանքը չի ավարտվում նրանց մահով։ Նրանք շարունակում են ապրել ներկա ու գալիք սերունդների հիշողություններում։ Այսօր չկա Տիգրանը, չկան մյուս տղաները, սակայն նրանք հավերժ են ապրողներիս հուշերում։ Ազգը մեծ ակնածանքով կհիշի հերոս նահատակներին, նրանց անունները արցախյան բոլոր գոյամարտերի տարեգրության էջերում ոսկե տառերով են գրվելու։